Ողջույն պարոն Սարգսյան, ես Գոհար Հարությունյանն եմ, Հայկական համալսարանի համակիր եւ աջակից, հարցս մասամբ շարունակություններ եւ ենթահարցներ հնչած նախորդ հարցի, եթե հարկ կհամարեք համալրել, շնորհակալ կլինեմ։ Ըստ էության ներկայիս շարունակական հայրենազրկման ու ճգնաժամային պայմաններում ձեր գլխավորած քաղաքական ուժը ինչպիսի մոդեռնիզացիայի է ենթարկվել եւ պատրաստ է ելի ենթարկվելու ապազգային ուժերի դեմ պայքարում։ Շնորհակալություն։ Ես նախորդ հարցին փորձեցի ինչ-որ կերպ պատասխանել, դե կարելի է բարեփոխումը անվանել մոդեռնիզացիա, բայց մենք ավելի հակված ենք այսպես մի քիչ ավելի նուրբ մոտենալ կառույցներին, որովհետև կուսակցական կառույցները, կուսակցականներն էլ են, դեք մի քիչ նրբանկատ են եւ զգայուն են տարբեր փոփոխությունների հանդեպ։ Ամենայն դեպս այս, ինչպես ասեցի, շենքում գործում է քաղաքական դպրոց։ Մենք այդ քաղաքական դպրոցը Եվս պետք է այդ նպատակին ծառայեցնենք, թեև այդ քաղաքական դպրոցը կուսակցական չի, այսինքն այդ դպրոցում գալիս դասախոսություններ են լսում, քննություններ են հանձնում տարբեր կուսակցությունների կամ ապակուսակցական մարդիկ եւ այլն, էլի։ Անկեղծ ասած, մենք այնքանով ենք զբաղվում այդ բարեփոխումներով, որքանով այդ բարեփոխումները կօգնեն մեր հիմնական խնդիրը լուծելու։ Այսինքն մեր նպատակը, ոնց ասեմ, տենց կողքի կուսակցություն ունենալը չի, միշտ ամենտեղ կազմը պատրաստ ամեն ինչի, այդ չի մեր նպատակ։ Մեր նպատակը նա է, որ կուսակցությունը կարողանա մոբիլիզացնել ինչպես կուսակցականներին, այնպես էլ անկուսակցականների մեր երկրում տիրող իրավիճակը փոխելու համար, որտեղ մեզ համար 10 անգամ ավելի կարևոր է երկրում ստեղծված իրավիճակը, քան մեր կուսակցության ներսում ստեղծված իրավիճակը։ Շատերը կարող են ասել, դա իրար հետ փոխկապակցված է, բայց ես չեմ կարծում, որ այդքան էլ փոխկապակցված է, էլի։ Ոչինչ, թող մեր կուսակցության վիճակը վատ լինի, բայց երկրում իրավիճակը լավ լինի, էլի։ Մենք կուսակցական լինելուց բացի նաև այս երկրի քաղաքացի ենք, այս երկրի լավ բաների շահառու ենք։